Գնա առաջ ու մի վախեցիր ընկնելուց, մի վախեցիր ծնկի գալուց, այլ վախեցիր ծնկելուց և ոտքի չկանգնելուց, որովհետև կյանքի ամեն ակնթարթը փորձություն է, իսկ կյանքի պայքարում հաղթում է նա, ով երբեք չի կոտրվում և համառ պայքարով գնում է առաջ։ Ողջույն սիրելի հեռուստադիտող, եթերում խոստովանություն հեռուստանախագիծն է, ես Արայիկ Համբարձումյանն եմ և այսօր իմ տաղավարում հյուրընկալելու եմ սիրված դերասանուհի, գեղեցկուհի Ռոզի Ավիտեսովային։ Համեցիր։ Բարի գալուստ, Ռոզի ջան, շնորհակալ եմ, որ եկել եք ինձ հյուր, շատ ուրախ եմ, որ այսօր ձեր խոստովանությունն եմ լսելու։ Ես էլ եմ ուրախ, մերսի։ Ռոզի, այսօր կանցնենք ձեր կյանքի ճանապարհներով, կզրուցենք ձեր կյանքի մասին ու կլսենք հետաքրքիր պատմություն, որը կապ ունի անմիջապես ձեզ հետ։ Սկսում ենք ամենասկզբից, որտեղ եք ծնվել և ովքեր են ձեր ծնողները։ Ծնվել եմ Երևանում։ Ծնողներս, հայրս ծնունդով Թիֆլիսից է, մայրս Ջավախքից, երկու կողմից էլ, այսպես ասած, Վրաստանից են գալիս արմատները, բայց Վրաստանի հայեր են։ Հայրս երգիչ երաժիշտ է, մայրս անասնաբույժ մասնագիտությամբ, բայց չի աշխատել, մնացել է տանը և տնային տնտեսուհի է եղել և մեծացրել է ինձ և քույրիկիս։ Երկու քույր եք։ Այո։ Եղբայր չունեք։ Ոչ։ Իսկ երբևէ չեք ուզեցել եղբայր ունենալ։ Ես ուզում էի փոքր տարիքում, մամային ասում էի, ուզում եմ փոքր եղբայր ունենամ, որ իրեն վատ պահի ծեծ ուտի։ Հա, դրա համար եք միայն ուզել, շատ հետաքրքիր է։ Ռոզի, դպրոցում ինչպիսի աշակերտուհի եք եղել և ո՞րն է եղել ձեր սիրելի առարկան։ Եվ խելոք և անկարգ։ Ես խելոք էի այնտեղ, որտեղ ինձ հետաքրքիր էր և ինչ ես սիրում էի։ Խելոք էի այն դասատուների առարկաներին և այն դասատուների հետ, որոնց ես սիրում էի։ Որոնց չէի սիրում և չէի սիրում առարկան, կարելի է ասել նաև երբեմն անկարգ էի։ Իմ սիրելի առարկաները, ես լեզուներ եմ սիրել եմ գրականություն և մի շրջան կա շատ սիրում էի կենսաբանություն և մի շատ կարճ շրջան նաև քիմիա։ Միշտ մտածել եմ, որ հնարավոր է ես բժշկության մեջ ինձ գտնեմ, հետո հասկացա, որ դա բժշկություն չի պարզապես, այլ մեծ ցանկություն կար դառնալու անասնաբույժ, և եթե ես փոքր տարիքում կենդանի ունենայի տանը, ես կենդանի ունեցա արդեն մեծ հասուն տարիքում, եթե փոքր տարիքում տանը կենդանի ունենայինք, երևի թե ես կընտրեի անասնաբույժի մասնագիտություն։ Մայրիկի գծով եք շարունակում։ Հա, ու չգիտեմ, ինձ թվում է ես շատ երջանիկ կլինեի նաև այդ մասնագիտության ընտրության մեջ։ Թեև չեմ զղջում բացարձակ, որ ընտրել եմ այս մասնագիտությունը և երբեմն կես կատակ, կես լուրջ ասում եմ, որ ինչ որտեղ մասնագիտությունն է ինձ ընտրել և ոչ ես նրան։ Բայց մտքեր եղել են կոնկրետ անասնաբուժության կապված և կոնկրետ այդ կոնտակտի կենդանիների հետ։ Ռոզի, բա ինչպես ընտրեցիք դերասանուհու մասնագիտությունը, դերասանի մասնագիտությունը։ Որտեղից սկսվեց այդ միտքը, այդ քայլը, այդ կետը։ Ինձ թվում է, ես մոտավորապես 5-6 տարեկանից ցանկություն եմ ունեցել դառնալ դերասանուհի։ Ես նախ շատ մանկուց կինոման եմ եղել։ Ես ահավոր սիրում էի ոչինչ չանել և նայել ֆիլմեր։ Հետո հասկանում եմ, որ ֆիլմեր նայելուց ինձ ոչ միայն գրավում են ֆիլմը, սյուժեն և պատմությունը, այլ ինձ ահավոր գրավում են դերասանները և խաղը։ Եվ փոքր երեխայի համար մի քիչ անսովոր կերպով էի նայում ու ինքս իմ մեջ վերլուծում դերասաններին ու իրենց խաղը։ Հետո տարիներ հետո հասկացա, այդ որտեղից էր գալիս և ուր պիտի ինձ տաներ, բայց ես արդեն ունեի իմ ֆավորիտ դերասանները, ես արդեն ունեի իմ սիրելի ֆիլմերի տեսակը, բայց իհարկե պատահականություն էր իմ թատերականում հայտնվելը, այդպես իմ կյանքում ճանապարհին հայտնվեցին մարդիկ, որոնք ինձ հուշեցին, որոնք ինձ տարան, որոնք ինձ կոնտակտ տվեցին ու ես այդ արանքում հասկացա, որ ոնց որ թե ամեն ինչ տանում է այնտեղ, տանում է դեպի այդ մասնագիտությունը և դրա համար եմ ասում, որ մասնագիտությունս է ինձ ընտրել և ոչ ես նրան։ Երևի կա ճակատագիր ասվածը, երևի սա ճակատագիր էր։ Ոնց սկսվեց։
կարիերան դերասանուհու։ Կհիշեք, որտեղից էր, ինչ առաջարկ էր, ինչ նախագիծ էր։ TV առաջարկը սկսվեց հանրային հեռուստատեսությունից 2000, ես հիշում եմ իմ առաջին նկարահանման օրը 2010 թվականի մարտի 10-ը։ Լավ տպավորվել է։ Այդ կյանքի կարուսել նախագիծներ, որը բոլորը նայում էին, բոլորը, եւ մինչեւ այսօր ես մոտավորապես երևի 20-ից ավել նախագիծ եմ ունեցել, թեև չեմ հաշվել, բայց բոլորը հիշում են այդ նախագիծը, որտեղ այնքան շատ էին նայում։ Ու իմ առաջին մուտքը հեռուստատեսություն եղավ հենց այդ նախագծով։ Եվ ես սիրում եմ այդ նախագիծը ու շատ շնորհակալ եմ այդ նախագծին, այնտեղ կար շատ կարևոր նրբություն եւ շատ կարևոր դպրոց դերասանի համար։ Մենք բոլորս ամեն նկարահանման օր խաղում ենք տարբեր կերպարների։ Եվ սա թույլ էր տալիս մեզ անել էքսպերիմենտներ, կարճ ժամանակում, շատ սուղ պայմաններում, շատ արագ ստանալ նոր կերպար։ Ինչը որ մեծ փորձ էր, եւ սա հետագայում, այո, ինքնադրսևորման շատ լավ հարթակ էր, որը հետագայում ինձ շատ հարցերում օգնեց։ Հետո արդեն ավելի շատ սիրահարվեցիք հենց այդ մասնագիտությունը, հասկացաք, որ ես մասնագիտությանը սիրահարվել եմ երևի թե թատրոնից, դեռ ոչ հեռուստատեսությունից, որովհետև մինչև հեռուստատեսությունում հայտնվելը, երբ մենք թատերականում ուսանում էինք, միաժամանակ թատրոնում նաև մեր փորձաշրջաններ, հա, անցնում, այսպես պրակտիկայի տարիներն էին անցնում, եւ ի ուրախություն ինձ, ի հպարտություն ինձ, ես ունեի ֆանտաստիկ կուրսի ղեկավար, որը այնպես արեց, որ դու մեկընդմիշտ սիրես թատրոնը եւ երբեք հետ ճանապարհ չունենաս այդ սիրուց։ Ու իմ մասնագիտությունը սիրեցի հենց առաջինը թատրոնից։ Ես որ միշտ խոսում եմ իմ մասնագիտության մասին, ես շատ կարևոր կետ է ինձ համար նշել թատրոնը։ Ես մի անգամ եմ սրա մասին ասել, որ չեմ կարողանում դերասանին ճիշտ գնահատական տալ, եթե բեմում չեմ տեսել։ Ինձ համար շատ կարևոր է դերասանի բեմում լինելը եւ ինչպիսին լինելը բեմում։ Լիարժեք գնահատական տալու համար։ Ինձ համար ես հասկանում եմ ինչ ահռելի աշխատանք է հեռուստատեսությունում եւ ֆիլմերում արվում, բայց միևնույնն է, այնտեղ գոյություն ունի մոնտաժ, գոյություն ունի խաբելու շատ տարբերակներ, որոնք կարող են դերասանին շատ իրավիճակներում փրկել։ Բայց թատրոնում դու չունես։ Նորը կրկնել ես թատրոնում։ Թատրոնում դու չունես։ Դու այնտեղ երաժշտությամբ մոնտաժով կարող են ատմոսֆերան ստեղծել եւ տպավորություն լինի, որ դու շատ լավ ես խաղում եւ տեսանդ շատ հաջողված է։ Այո։ Բայց թատրոնում դու չունես այդ հնարավորությունը։ Ինչ էլ ուզում է լինի, ինչքան էլ երաժշտությունը, ռեժիսորական լուծումները եւ այլն, միևնույնն է դու քո կենթանի էներգիան են զգում։ Հանցատեսը անմիջապես քեզ հետ շփվում է, անմիջապես քեզ տեսնում է եւ դու խաբելու հնարավորություն գրեթե չունես։ Լինելով դերասանուհի, կյանքում խաղացող մարդկանց կյանքում հեշտ եք նկատում։ Մի անգամից։ Այդ ոնց է լինում որ նկատում։ Չեմ կարող ասել։ Միշտ է այդպես եղել։ Ինձ թվում է, հա։ Նույնիսկ մասնագիտությունս ընտրելուց առաջ նաեւ։ Հետաքրքիր է։ Ես երևի մաշկով եմ սուտը զգում։ Ես խաղ սիրող մարդ եմ եւ դա հիասքանչ է միայն բեմում ինձ համար, բայց կյանքում ինչքան էլ հմտորեն մարդիկ խաղան, միևնույնն է դու հասկանում ես, որ դա խաղ է։ Եվ ես գուցե չասեմ դրա մասին, որ հասկանում եմ, որ սուտ է եւ խաղն է, ինչ եք անում, բայց շատ սիրուն շրջանցեմ այդ մարդուն, կամ իրեն հավատացնեմ, որ ես քո խաղին հավատում եմ։ Շատ հետաքրքիր են ձեր պատասխանները, Ռոզի։ Գնանք առաջ ու հասկանանք այդքան շատ ֆիլմեր եք սիրում դիտել եք դեռ մանկուց, հա, դուք պատմեցիք։ Այդ ձեր կյանքի պատմությունը ո՞ր ժանրի ֆիլմին կպատկանի։ Ֆանտաստիկ, դրամատիկ, ռոմանտիկ, չգիտեմ, մելոդրամա կամ արկածային միգուցե, որ ժանրին է պատկանում ձեր կյանքի ֆիլմը։ Ես կարծում եմ կյանքի ֆիլմը մի ժանր չունի։ Տարբեր փուլերում է տարբեր ժանրեր են։ Այնտեղ եւ ռոմկոմներ են եղել, եւ դրամաներ են եղել, եւ կոմեդիաներ են եղել։ Իսկ թվում է բոլորի կյանքում է այդպես։
փոխվում են ժանրերը, փոխվում են պատմությունները, փոխվում է հենց ինքը մարդը։ Քո կերպար ինչքան էլ որ հիմքը նույնն է, միևնույն է դու էվոլյուցիա ես ապրում քո ցանկացած փուլում քո կյանքի եւ դու չես կարող լինել մի ժանրի մեջ եւ կյանքի հետաքրքրությունը հենց դրանում է։ Մարդիկ կան, որ գուցե իրենք սիրում են իրենց մեկ ժանրի մեջ դնել եւ մեկ անուն տալ իրենց կյանքին։ Ես բազմաժանրություն եմ սիրում, բազմազանություն եմ սիրում, շատ շուտ ձանձրացող մարդ եմ, միապաղաղ ոչինչ, մի նույնանման ոչինչ չեմ սիրում եւ գուցե այս իմ բնավորությունից է նաեւ, որ այդ բազմաժանրությունը ինձ շատ հաճելի է եւ շատ հոգեարազատ։ Այ եթե ֆիլմ նկարեք ձեր կյանքի մասին, որ ժանրը կընտրեք։ Ինչ ժանրի մեջ։ Եթե մի ժանր։ Այո, եթե մեկ ժանր ընտրեք, որ ժանրի մեջ ավելի կցանկանաք, որպեսզի նկարահանվի ձեր կյանքի ֆիլմը։ Հասկացանք, որ ձեր կյանքը տարբեր ժանրերով ունի, բայց եթե նկարահանվում է մեկ ժանրի մեջ ֆիլմը, որ ժանրը կընտրեք։ Ինձ թվում է ֆանտաստիկ ռեալիզմ։ Հետաքրքիր ժանր։ Ֆանտաստիկ հետաքրքիր ժանր, ես կասեի։ Շնորհակալ եմ, Ռոզի, գնանք առաջ ու շարունակենք լսել ձեր կյանքի պատմությունը։ Կյանքի արժեքները ինչի մեջ են գտնվում ձեզ համար, որտեղ են այդ բարձրագույն արժեքները կյանքի։ Ինձ համար կյանքն ինքնին ամենաբարձրագույն արժեքն է։ Բայց երևի թե նենց բաների մեջ ոնց բոլորի համար է սեր, ընտանիք, հարգանք ինքդ քո շրջապատի, քեզ սիրող մարդկանց, մասնագիտության եւ նաեւ քեզ երջանիկ դարձնելու, քո երջանկությունը գտնելու ճանապարհի մեջ, որովհետեւ ինչ ուզում է լինի եւ ինչ ընտրես դու կյանքում, կարեւորը քեզ դա տանի այնտեղ, որտեղ դու կլինես երջանիկ։ Ճիշտ է։ Ձեր սրտում հիմա ինչ եղանակ է։ Իմ սրտում միշտ աշուն է։ Ինչու եք այդ եղանակն այդ Ես աշնանն եմ ծնվել։ Հասկացա։ Երևի դրա համար եւ աշունը ինձ համար ամենամիստիկ, ամենասիրուն, ամենաբուրըն փոփոխությունների եւ էմոցիաների եղանակն է տարվա մեջ։ Գույները փառահեղ են, սիրուն են եւ մի տեսակ շատ ազնվական տխրություն կա աշնան մեջ, շատ հաճելի տխրություն կա եւ կա անձրև եւ կա արև, այդ երկուսն էլ փոխկապակցված կա եւ ինձ թվում է իմ սրտում միշտ աշուն է։ Ռոզի, կյանքում հեշտ եք ընտրում ձեր ընկերներին։ Չէ, շատ բարդ։ Ինչու եղել են հիասթափության պահեր, թե ի սկզբանե դուք բարդ եք ընտրել ձեր ընկերներին։ Ընկերները գալիս գնում են եւ մենք իրենց հետ շատ բաներ ենք սովորում։ Ինձ թվում է բոլոր մարդիկ, որ մեր կյանք են գալիս, ինչ որ բան են մեզ սովորեցնում ու գնում։ Բայց ժամանակը ֆիլտրում է եւ ես չեմ ուզում ասել հիասթափություն, որովհետեւ այդ բառը մի տեսակ այնքան վատ շղարշ է իրենից հետո թողնում, հա, քո կյանքում դու ինչ որ հասկանում ես, որ բառից հետո կարող է ինչ որ տրավմաներ գնան։ Դրա համար չասեմ, որ դրանք եղել են հիասթափություն, նույնիսկ եթե այդ մարդիկ գնացել են։ Չէ, այդ մի ժամանակ էր, որ ժամանակն էր տրված այդ մարդու հետ շփվելու, իրենց ինչ որ բան սովորելու, իրեն ինչ որ բան տալու եւ վերցնելու, եւ ինչ որ կետում այդ ժամանակն ավարտվում է։ Բայց կան մարդիկ, որոնք մնում են քո կյանքում երկար։ Անկախ նրանից, թե դուք ինչքան հաճախ եք հանդիպում, ես ունեմ ընկերուհիներ, որոնց գուցե տարվա մեջ հնարավոր է տեսնեմ 5 անգամ։ Այսինքն մենք 5 անգամից ավել նույնիսկ ժամանակ չունենանք սուրճ խմելու։ Բայց իրենք իմ ընկերներն են եւ ամենամտերիմ մարդիկ են եւ մենք միշտ իրարից տեղյակ ենք, միշտ խոսում ենք, միշտ կապի մեջ ենք եւ սիրում ենք իրար եւ կարեւորը հասկանում ենք։ Իսկ կուրս ընկերների հետ կապը պահում եք։
Ոչ առաջվա պես, հիմա մի քիչ ավելի բարդ եւ կուրսընկերներ ունեմ, որոնք Ամերիկայի Միացյալ Նահանգներում են, նրանցից ոմանք Ռուսաստանում են, մարդիկ կան, որոնք մարզերում են ու բոլորս խառն ենք, բոլորս աշխատում ենք, բայց երբեմն լինում է, որ հա, մեկ ինչ որ արտերկրից գալիս է, մենք էլի հավաքվում ենք, շատ հավես է։ Հիմա ձեր կուրսընկերներից մեկն է մեր տաղավար գալու եւ միանալու մեր զրույցի հատվածին, Վարդան Պետրոսյանն է գալիս։ Վարդան ջան, համեցեք։ Գիտեք, ես իրեն ինչ վաղուց չեմ տեսել, ես ձեզ շատ շնորհակալ եմ։ Մենք ենք շնորհակալ, համեցեք։ Բարև սիրելիս։ Ինչ սիրուն ծաղիկներ ես ինտրել, շնորհակալ եմ։ Վարդան ջան, համեցեք, բարով եք եկել մեր տաղավար։ Նստեք այստեղ։ Ես կարող եմ սա այստեղ։ Իհարկե, իհարկե։ Այս գեղեցկությունը որ հետո տանը։ Ինչքան ժամանակ է որ չէիք տեսել։ Քանի ամիս։ Վերջին անգամ մեր նախ ողջունում եմ։ Շատ հաճելի է Ռոզիից հետ նույն տաղավարում։ Վերջին անգամ մեր կուրսի Արուսիկին տանն ենք տեսել։ Տիկին Ջուլիայից տանն ենք տեսել։ Արուսիկը Լեհաստանից էր եկել ու մենք հավաքվեցինք։ Այդպես, բայց հեռախոսազանգ մենք միշտ կապի մեջ ենք։ Կապը պահում ենք։ Պարզապես չի ստացվում եւ Ռոզիի զբաղվածության պատճառով եւ իմ զբաղվածության պատճառով չի ստացվում միշտ տեսնել ու ամեն խոսակցության վերջում ասում ենք դե շուտով։ Դե հես երկու օր կհանդիպենք։ Ու այդ երկու օրը գնաց միջև հասավ ձեր տաղավար։ Շատ լավ։ Կարևորը որ ստացվեց հանդիպումը եւ հենց մեր տաղավարում դուք նորից հանդիպեցիք։ Ես շատ ուրախ եմ, որ ուսանողական տարիներից հետո կապը պահպանվում է եւ այդ տարիների ընկերությունն էլ իր համու հոտը ունի։ Ինչպիսի ուսանողուհի էր Ռոզին։ Ոյ, պատմի։ Ինքը շատ վառ գույներով է պատմում, ինչպիսի լինել է։ Նախ այն, որ ես եւ Ռոզին երկու օրվա տարբերությամբ է մեր ծննդյան օրերը ու ամբողջ ուսանողական տարիները մենք մեր 4 տարի մեր ծննդյան օրերը նշել ենք միասին։ Ու հատուկ ավանդույթ ենք ունեցել իրար առանձնահատուկ առանձին նվեր, հա, կար կուրսի տարբերակով ենք նվեր տալիս, կար այդպես, բայց ես եւ Ռոզին միշտ իրար ինչ որ նվերներ էինք տալիս, հատկապես այդ շրջանում ինքը Պաուլո Կոելյո էր կարդում, ես Կոելյոյի գրքերն էի նվիրում, ինքը ինձ նվիրում էր Բոչելի սկավառակներ էր առաջ այդ տարբերակներ, Բոչելի սկավառակներն էր նվիրում, բայց առաջին անգամ ելնելով Ռոզին շատ պունկտուալ, այն դեպքում, որ ես ակամայից միշտ ուշացող էի, ինքը Նորքում Մասիվում էր ապրում, ես Ավան համայնքում էի ապրում, ինքը միշտ ժամանակին հասնում էր, ես ուշացած։ Ու մեր Անտոն Աղայանցը, հիշատակ սիրելի դասախոս, միշտ օրինակը բերում է Ռոզիի տարբերակով, ասում է ոնց է լինում Ռոզին հասնում է, դու չես հասնում, այդ չափման միավորն էր, եթե Ռոզին հասել է, ուրեմն ես պետք է հասնեմ։ Բոլորը հասած լինեն։ Բայց առաջին օրը մարզերից հավաքվել են։ Ես ուշացել եմ սեպտեմբերին։ Բայց ես այդտեղից եմ գալիս։ Առաջին օրը ռայոններից, գյուղերից, տարբեր տեղերից հավաքվել ենք, այնպես էր, որ Երևանից շատ քիչ կորիզ ունեինք։ Դե նստած ենք, ոչ ավանդական ուսանողական ձևաչափով, Թատերական ինստիտուտը առանձնանում է իր կրթական ձևաչափը այնպես, որ ավելի անմիջական, ավելի բեմական միջավայր է ստեղծված ու ուշացումով մտնում է Ռոզին։ Մազերը երկար, գանգուր, շատ համարձակ հագնված ինչ տեսանկյունից։ Այդ այն շրջանը, երբ որ կտրտված, ճղճղված շալվարները, հա, տաբատները, նոր մոդայի էին, տոպերը, նա մտնում է տոպով, այդ համարձակ շալվարով, մազերը այսպես հոլիվուդյան փռած, ինքը հատուկ ժեստիկուլյացիա ունի, վստահ եմ, այդ պայուսակը ասեց մտավ մի հատ մազերս էս թափ տվեց, բարև ձեզ, մեղոյ աստծո։ Այդքան էս ծանոթացել ենք, բան ամենատես ձևաչափով ինքը մտավ, ես գնաց նստեց մեր կուրսի Հակոբի կողքը։ Հակոբը զբոյով անընդհատ հաճախակի ծիծաղելու բան ուներ։ Հակոբը շատ ուրախ բնույթով տղա էր, այո, Ռոզի սերիոզնի է, բոյով Ռոզին կողքը էսպես նստած իր համար, Հակոբն ինչ-որ բանի վրա խնդում է, ինքը արդեն խփում է Հակոբին, սաստում էր։ Ու արդեն պարզ էր Ռոզիի բնավորությունը, արդեն պարզ էր որոշակի չափով թեպետ շեշտեմ, որովհետև տարիները Ռոզին
շատ հետաքրքիր հղկել են, շատ սիրունացրել են, բովանդակությունը հարստացրել են։ Ռոզին բացառիկ կերպար է իմ ընկերների մեջ, ինքը հատուկ է, նույնիսկ մեր համատեղ ընկերները, երբ որ խոսում ենք, ասում են, դե դու Ռոզին շատ ես սիրում։ Իրանք բոլորը դա գիտեն, ու ես Ռոզին ավելի քիչ եմ տեսնում, քան իր մայրիկին, Տիկին Ծովինարին, որտեղ ես աշխատում եմ, տարածքում բնակվում են Ռոզի ծնողները։ Ես իմ կարոտը հաճախ խառնում եմ Ռոզիի մայրիկին տեսնելուց, բայց այն սերը, այն անկեղծ մաքրությունը, որ մենք դեռ 17-18 տարեկան, չէ՞, ընդունվեցինք ինստիտուտ։ 20 տարի արդեն։ Հա, այդ ժամանակվանից մենք իրարով լցված ենք, իրար շատ սիրում ենք ու հատկապես ինձ համար բացահայտում է, երբ որ երկրորդ շաբաթը մենք վոկալի դասերի էինք մասնակցում, երբ որ Ռոզին առաջի անգամ երգեց։ Ախ երբ լուսնի շողերջան, այո, դա բացառիկ բացահայտում էր ինձ համար եւ ուրախալի փաստ էր, որտեվ իրոք եւ մեր կուրսը հարուստ էր բովանդակությամբ, գույները շատ էին, անհատականությունները շատ էին։ Ռոզին իր գույնով, իր անհատականությամբ այսօր ճեղքել է մեծ պատեր, ունի մեծ սերևայելում, ունի բոլորի հարգանքը, ես շատ հպարտանում եմ Արայիկ ջան Ռոզիով, միշտ պատրաստ եմ իր կողքին կանգնած, թեպետ ինքը նույնպես բոլոր իմ հետ կապված իրադարձություններին ինքը ականջալուր է, զրուցում է ինձ հետ շատ։ Իսկ Ռոզին, երբ որ նոր միջավայրում է հայտնվում, ինքը ավելի այսպես մի անգամից աչքի ընկնող է, թե սպասում է, մի հատ բոլորին հերթականությամբ ուսումնասիրում է, հետո նոր հասկանում է ինչ չափով պետք է տրվի այդ միջավայրի տրամադրությանը։ Մինչև Ռոզին հասկանալը ինքը արդեն ակնառու է։ Եթե Ռոզին մտնում է սրահ կամ միջոցառում, մենք տարբեր առիթների ենք եղել, ինքը արդեն աչք է ծակում։ Ռոզին շատ աչք ծակող դերասանուհի է, շատ աչք ծակող անհատ է։ Իսկ իր բնավորությունը ինքը, այո, ունի շատ լուրջ անալիտիկ միտք, շատ լուրջ։ Ես վստահում եմ իր անալիտիկ մտքին եւ ինչու ոչ շատ խորհուրդներ եմ ունեցել Ռոզիից, որ ինձ օգտակար է եղել։ Իսկ ավելի շատ սիրում է խորհուրդ տա, թե խորհուրդ վերցնել։ Ունի մեծ շնորհք զրուցելու, լսելու ընդունակություն եւ լսածը վերլուծելու։ Դա քո մասին է սիրելիս, այո։ Այդպիսին նա ինքը, նույնիսկ իր անալիտիկ միտքը դրան է հասնում, որ մի անգամ ես առաջ ուրիշ աշխատանքով էի զբաղվում, կապված ինչ-որ ֆինանսական, ինքը թատերական ավարտած լինելով հանդերձ, մտքի մեջ ինչ-որ հաշվարկ կատարեց, ասես պիտի այստեղ էս ասել, ես մտածեցի, ասես աղջիկը կարող լուրջ տնտեսագետ լինել, էլի, շատ լավ նա իր միտքը, բայց իր հոգեկան անկախությունը, ստեղծագործ միտքը վերեց իրան թատերական ինստիտուտ եւ նա այսօր ակնառու կերպով արդարացնում է իր դերասանուհի լինելը։ Այո։ Եվ իհարկե Վարդան ջան, որպես այս հատվածի վերջաբան մեր զրույցի, ինչ կմաղթեք ձեր կուրսընկերուհուն։ Ես չասեմ, ես գիտեմ։ Ինքը գիտի, ես գիտեմ։ Մաղթանք ավելի շատ կխոսեմ իմ իր նկատմամբ սիրո մասին, որ ինքը ստեղծել իր գեղեցիկ աշխարհը։ Ռոզի տուն, երբ որ հյուր ես գնում, ամբողջ աուրան զգում ես։ Աուրայի հետ մեկտեղ զգում ես սերը կենդանիների նկատմամբ, որը դա վկայությունն է նրա մարդ տեսակի։ Ես միայն նրան կմաղթեմ երջանկություն։ Այդ երջանկության մեջ ինքը եւ դա այնտեղ իր կարիերան է, եւ իր սիրելիներն են, եւ իր աշխատանքն է, եւ իր շփումները լինի երջանիկ ամեն ձևաչափի մեջ։ Դա իմ մաղթանքն է եւ ինքը գիտի ինչքան շատ եմ ես իրան սիրում։ Արդեն երևում է, դուք խոսում եք, ես երկուսիդ էլ նայում եմ ու հասկանում եմ, որ երկուսիդ աչքերն էլ անկեղծության փայլով են փայլում։ Դա վկայում է անկեղծ մտերմության, ընկերության եւ խոսքերի մասին, որովհետեւ մարդու աչքերը անմիջապես ցույց են, չէ՞, տալիս որքան աստիճան անկեղծություն կա խոսքի։ Մենք ենք շնորհակալ Վարդան, որ եկաք մեզ հյուրս Էլեորստադիտող, եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ մեր այս գեղեցիկ զրույցին միացավ Ռոզի կուրսընկերը Վարդան Պետրոսյանը, իսկ մենք կարճատև դադար ենք վերցնում, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք մեր զրույցը։
Իմ շատ սիրելի եւ հավատարիմ հեռուստադիտող, վերադարձանք, որ շարունակենք մեր եթերը եւ ուզում եմ հիշեցնել, որ մեր բոլոր եթերները կարող եք դիտել եւ ATV հեռուստաընկերության եթերից եւ իհարկե մեզ փնտրել ու գտնել նաեւ մեր YouTube-յան ալիքում։ Այնտեղ գտնում եք Արայիկ Համբարձումյան ալիքը, միանում եք, թողնում եք ձեր կարծիքներն ու մեկնաբանությունները։ Շնորհակալ եմ, որ շարունակում եք հետեւել ու մնալ անդավաճան։ Ռոզի ջան, շարունակենք մեր զրույցը։ Անընդհատ ձեր խոսակցության ընթացքում խոսեցին կենդանիների մասին, ձեր հյուրն էլ նշեց, որ կենդանիներ շատ է սիրում, առհասարակ ասում են, եթե մարդը սիրում է կենդանի կամ բնություն, նրա ներսը մաքուր է, պարզ է, հանդարտ է եւ նա իր տեսակով բարի մարդ է, որովհետեւ հակառակ դեպքում հնարավոր չէ սիրել կենդանուն կամ մոտ լինել բնությանը։ Ունեք կենդանի, պահում եք տանը։ 2 կատու ունեմ տանը։ Եվ գիտեք, կարող եմ ասել, որ մենք նաև ընթացքում ենք սովորում այդպիսին լինել, այդպիսին դառնում ենք։ Կենդանիներն էլ են մեզ շատ բան սովորեցնում, շատ մաքրագործում են մեզ, շատ խաղաղ են դարձնում եւ շատ ներդաշնակ։ Մարդուն առհասարակ բնության հետ են դարձնում ներդաշնակ, որտեղ իրենք բնության մի մասն են։ Իսկ մենք քաղաքակիրթ մարդ առհասարակ մաքսիմալ բնությունից կտրված մեկն է եւ երևի թե կենթանու հետ ապրելը եւ կենթանի սիրելը եւ իրենց հետ կոնտակտը ինչ որ ճանապարհ է կարճելու դեռ բնությունից եւ մնալու բնությանը մոտ եւ բնությունը ինքն իրենով շատ խաղաղ է այդ խաղաղության մի մասնիկը լինելու։ Ռոզի, ինչ բնավորություն ունեն կատուները։ Ես երբևէ տանը չեմ պահել, չգիտեմ նրանց հետ, պիտի շփվես, որ հասկանաս նրանց բնավորությունը։ Իրենք շատ ինքնիշխան են, շատ ինքնուրույն են, իրենք բավականին լավ IQ ունեն, բայց չեն ենթարկվում վարժեցման, ուղղակի իրենք այդպիսին են, չեն ուզում վարժեցվել, իրենք ուզում են անել այն, ինչ իրենք են ուզում, գիշատիչ են ամեն դեպքում, իրենց գիշատիչի բոլոր բնազդները վառ ընդգծված է եւ դու երբ կատվի հետ ապրում ես տանը դու երբեք չպետք է կորցնես այդ գիտակցումը որ դու գիշատիչի հետ ես ապրում դրա մեջ ինչ որ նաեւ ինչ որ էքստրիմ բան կա իրենց հետ ապրելու ու այդ հանգամանքը հասկանալու բայց միևնույն ժամանակ իրենք խայտարակ խաղաղ են հանգիստ են եւ քեզ են խաղաղ դարձնում եւ ես միշտ ասում եմ ամենալարված, ամենածանր օրվանից հետո, ամենաչոր ծանրաբեռնված աշխատանքային օրվանից եւ մտքերից հետո երբ ես գնում եմ տուն, այդ 10 րոպե հետո հենց ես իրենց հետ եմ ու շփվում եմ իրենց հետ, վերջ, ամեն ինչ մնում է իմ տան դրան հետևում։ Այսինքն նրանք նաեւ զգում են քո բնավորությունը։ Այո, իհարկե, այո, իրենք նաեւ շատ առհասարակ կենդանիները զգայուն են, ոչ միայն կատուները։ Իրենք զգայուն են, իրենք մտքով չեն առաջնորդվում ինչպես մենք, այլ նաև բացառապես զգայարաններով ու բնազդներով եւ իրենք շատ ազնիվ են այդ հարցում։ Դուք Լեո անունով կատու եք ունեցել։ Ունեցել եմ, ցավոք հիմա չկա։ Հիմա այստեղ մի գաղտնի իր կա, որը ես հիմա դուրս կբերեմ։ Վախ։ Եվ դուք պիտի ասեք ինչ է սա։ Խնդրեմ։ Ասեմ պահներ, որ ասում են ես չեմ լացելու։ Այս իմ Լեոյի երևի առաջին կամ երկրորդ, չէ, սա երկրորդ ափսեն է, իր կերի, որը ես հիշում եմ գնել եմ հենց մասիվում գործող մի կենդանիների կերերի համար նախատեսված խանութ ունեինք այնտեղից, եւ տենց իր բոլոր իրերը իմ համար միջև այսօր շատ թանկ են եւ անգամ իր անկելուց հետո մերոնց խնդրեցի որ չթափեն, պահեն իրերը, ինչ որ մի մասը իմ տանն են պահել, ինչ որ մի մասը մերոնց տանն են, բայց երևի թե ինձ համար առանձնահատուկ են, որովհետեւ առաջին կենդանին քեզ հատկապես շատ բան է սովորեցնում։ Եվ այդ ամեն առաջին մեծ կոնտակտներ եւ առաջին այդ մեծ շփումներ, որ դու ամեն օր առավոտյան արթնանում եւ գիշերը քնում ես փիսիկի կողքին։ Իհարկե ինքը ինձ չէր ընտրել, ինքը մեծացավ եւ ընտրեց հայրիկիս, դարձավ հայրիկիս կատուն։ Եվ իրենք անբաժան էին։
Բայց միևնույն է ինքը մնաց իմ առաջին մեծ սերը։ Այո։ Գնացինք առաջ, մենք ենք շնորհակալ, գնանք առաջ ու շարունակենք ձեր կյանքի պատմությունը եւ լսենք ձեր պատասխանները մեր ուղղած հարցերին։ Ինձ կասեք, ինչ է ձեր կարոտի անունը։ Ոյ։ Երևի իմ կարոտի անունը քրոջս անունն է, Նարին է, որովհետեւ ես իրեն ինքը այստեղ չի ապրում, ու մենք շատ հազվադեպ ենք հանդիպում։ Տարածություն, արտերկրում է, Իտալիայում է բնակվում եւ մենք տարիկա տեսնում ենք իրար, տարիկա 2 անգամ ենք տեսնում, տարիկա չենք տեսնում, բայց երևի թե իմ կարոտը մի անուն ունի, այդ իր անունն է։ Շատ եք կարոտել ձեր քույրիկին։ Հա, շատ եւ շուտով հանդիպելու ենք 2 ամսից, դրա համար այսպես այս ինձ համար sense շրջան է, որ ուզում եմ շատ արագ անցնի եւ օգոստոսը գա վերջապես։ Մենք իրականում ուզում էինք, որ հենց այստեղ լիներ այդ հանդիպումը, բայց իմացանք, որ դուք առաջիկայում պիտի հանդիպեք։ Այո, մենք առաջիկայում հանդիպելու ենք։ Այո, դա կներ ամենամեծ անակնկալը։ Դա շատ սիրուն անակնկալ կլիներ։ Այո։ Եթե ձեր կյանքի մասին գիրք գրեք, ինչ անուն կտաք այդ գրքին։ Երբեք չեմ մտածել։ Բայց երևի կինը։ Կինը։ Հետաքրքիր է։ Իսկ կգա մի օր, որ կգրեք ձեր կյանքի պատմությունը։ Ոյ, գրելը շատ բարդ գործ է, բայց կուզեի ինչ-որ մի շրջանում ինչ-որ բաներ գրի առնել եւ ոչ թե հրապարակելու կամ ինչ-որ բան ասելու համար, այլ թեկուզ ինքս իմ։ Իհարկե, երբ այդ շրջանը գա, հուսամ կհիշեմ շատ բաներ։ Ռոզի, կյանքում դուք լռությունն եք ավելի շատ սիրում, թե աղմուկը։ Լռությունը։ Համաձայն եք, որ լռության մեջ ավելի շատ ձայն կա։ Խոսքն ավելի շատ է այնտեղ։ Թե չէ։ Լռության մեջ ես հնարավորություն ունեմ ինքս ինձ լսելու։ Եվ ինքս ինձ հետ խոսելու եւ երևի թե դա մեր կյանքի ամենակարևոր խոսակցությունն է։ Իսկ հաճախ եք դուք ձեզ հետ խոսում։ Շատ, հաշվի առնելով, որ ես մենակ եմ ապրում, եթե գազանիկներից չհաշվեմ, եւ այո, մեծ մասամբ ես հենց մենակ եմ լինում եւ ես սիրում եմ մենակ լինել։ Այդ ինձ ավելի օգնում է շատ իմ ծանրաբեռնված աշխատանքը, ինչ որ խնդիրներ, ինչ որ հարցեր, ինչ որ ես ունեմ անելու, այսպես ամեն ինչ ճիշտ դասավորել, ճիշտ բաշխել եւ դա իհարկե անում եմ իշնորհիվ նրա, որ ես մենակ եմ ու կարողանում եմ այդ ամեն ինչը տենց բալանսի բերել։ Ինչից եք վախենում կյանքում։ Ոյ, երբեմն վախենում եմ ինչ-որ բաներ չհասցնելուց։ Շատ բաներ եմ ուզում ու մտածում կարող է չհասցնեմ, բայց այդ պարանոիկ վախ չի, որ ինձ ստիպի ծայրահեղ ընկնել ինչ-որ բաների հետևից եւ ծայրահեղ քայլեր անել, միևնույն է ես միաժամանակ ունեմ գիտակցումը, որ ամեն ինչ գնում է իր ճիշտ ընթացքով։ Ռոզի, սիրված դերասանուհի եք, տաղանդավոր աղջիկ, գեղեցկուհի, եւ այսօր իմ տաղավարը լցվել է ձեր գեղեցկության լույսով, ինչի համար ես շատ ուրախ եմ։ Շնորհակալ եմ։ Ինչ է կատարվում ձեր անձնական կյանքում։ Անձնական դաշտը դատարկ է, այսպես արդեն արևը վառվել է, այդտեղ շողերը իջել են ներքև, հասել ձեր սրտին։ Մի փոքր խոսենք կյանքի այդ հատվածի մասին։ Չեմ կարող ասել, որ այնտեղ դատարկ է։ Այնտեղ միևնույն է կամ ես։ Եվ այնտեղ չի կարող դատարկ լինել, եթե կամ ես։ Բայց եթե հաշվի առնենք, որ իմ կյանքում չկա կողակցի ներկայություն, այո, այդ հատվածը դատարկ է, բայց այդ չի խանգարում ինձ ոչ մի կերպ եւ ինձ չի խանգարում լինել լիարժեք։ Եվ եթե կլինի
կլինի մարդ, որ ես կուզեմ լինի իմ կողքին, կլինի, եթե չէ, եւ դրանից ոչ մի աշխարհը փուլ չի գա, ողբերգություն չի լինի, մոլորակները իրենց շարժը չեն կանգնեցնի, ամեն ինչ կմնա նույնը եւ այո, պետք է հասկանալ, որ լինում են կյանքում փուլեր, որ լինում է եւ այդպես, եւ դա նորմալ է։ Իսկ դուք սերը զգում եք աչքերով թե սրտով։ Երևի սրտով։ Հետաքրքիր պատասխան է։ Շատ շնորհակալ եմ, Ռոզի, իրականում հրաշալի զրույց է ստացվում եւ անverջ կարելի է ձեզ հարցեր ուղղել, որովհետեւ պատասխանները շատ խորքային են ու գեղեցիկ ու ամենակարևորը անկեղծ։ Ես շատ գնահատում եմ ձեր անկեղծությունը ու շատ շնորհակալ եմ, որ այսքան բաց ու անկեղծ զրույց եք ծավալում։ Գնանք առաջ եւս մի քանի հարց ու արդեն կմոտենանք մեր նամակին։ Ռոզի, ում ինչ ունեք ասելու, քանի որ դուք խոստովանություն հեռուստանախագծի տաղավարում եք, միգուցե ինչ-որ մեկին բան ունեք խոստովանելու կամ ուղղակի խոսք ուղղելու նրան։ Ինձ թվում է, ինչպես բոլորը ես մենք չենք ունենում ժամանակ մեր սիրելի մարդկանց ասել, որ սիրում ենք։ Մենք երևի, չգիտեմ, ամեն օր զբաղված ենք մեր ինչ որտեղ կարելի ասել տափակ կենցաղով, աշխատանքով, չգիտեմ, տարբեր բաներով եւ մոռանում ենք ամենակարևոր բաների մասին, ինչը մեզ առհասարակ պահում է, մեր ողնաշարը պահում է եւ մեր հոգին ու միտքը նաեւ պահում է, միանշանակ այն է, ինչ դու տալիս ես, քո զգացմունքներն են, քո զգացողությունները եւ այն ինչ ստանում ես։ Եվ երևի թե ես կուզեի բոլոր այն մարդկանց, ովքեր իմ կողքին են եւ ում ես սիրում եմ, ասել նրանց, որ սիրում եմ նրանց շատ։ Ես կուզեմ շնորհակալություն հայտնել բոլոր մարդկանց, ովքեր ինձ կյանքում ու իմ ճանապարհին հանդիպել են, թե լավ, թե վատ։ Իրենք բոլորը, անխտիր բոլորը ինձ սովորեցրել են շատ բաներ, ինչը ես հիմա իմ մեջ կրում եմ, այդ սովորեցրած երևույթներից մի մասը դարձել են ինձ համար զենքեր, որոնցով ես ունեմ հնարավորություն կռվել, եթե պետք լինի։ Շնորհակալություն հայտնել նաև այն մարդկանց, ովքեր ինձ շատ խանգարել են։ Իրենց օգնությունը, իրենց ուժը, երևի իրենք հենց եղել են մեծ մոտիվացիա, որ ինչ-որ բան անես եւ ինչ-որ բան հաղթահարես։ Դրա համար ես բոլորին անխտիր շնորհակալ եմ։ Երևի թե այսպեսի տարօրինակ խոստովանություններ իմ խոստովանությունը։ Հետաքրքիր ես կասեի։ Մենք էլ շնորհակալ ենք, որ այսքան տարօրինակ խոստովանություններ եք հնչեցնում եւ տեսնենք թե այս նամակը ով է ձեզ ուղարկել, որովհետև բացվեց մեր արկղը նորից ու մենք փոխանցում ենք ձեզ այս ծրարը, որի մեջ ձեզ ուղված նամակն է։ Պիտի խնդրենք բարձր կարդալ եւ փորձենք հասկանալ ով է նամակի հեղինակը։ Բավականին երկար նամակ է գրված։ Մանկության անվախ ու բարի արկածները, հիշում եմ քեզ իմ խիզախ, անվախ ու մանկուց կենթանասեր բալիկ։ Բավական էր այգում մի պա կորցնել քեզ տեսադաշտից եւ դու արդեն այս մաման ա գրել, ինձ թվում է։ Եվ դու արդեն, չէ՞։ Եվ դու հայտնվում էիր մի հսկա շամ վզին փաթաթված, որն ի զարմանս բոլորի ամենևին էլ բարկացած չէր։ Տան իրերն էլ հաճախ հրաշքով հայտնվում էին հարևանի բակում։ Դրանք վերածվում էին կերի թափառող կատոնի մեր, այդպես անհետացավ նաև քո ամենասիրելի Միկասոսը, այդ Միկի Մաուսն էր, որին ես այդպես էի ասում, եւ քուրիկիդ կապույտ մազերով տիկնիկը, որն այդպես էլ երբեք չգտնվեց։ Խիստ մաեստրոն եւ առաջին երկրպագուն, դեռ այն ժամանակ դու հանդեսների ու երգչախմբերի իսկական կազմակերպիչ էիր, չափազանց խիստ ու պահանջկոտ։ Քեզ մոտ բոլորը պետք է կատարյալ երգեին, նույնիսկ նրանք, ովքեր չունեին բավարար ձայնային տվյալներ։ Քո շնորհքն ու տաղանդն ականհայտ էին դեռ վաղ մանկությունից։ Քո առաջին անցատեսը սեփական ընտանիքդ էր, իսկ ամենամեծ երկրպագուտ քեզանից ընդամենը մի քանի տարով մեծ։ Նա երբեք չէր կասկածում, որ քո երգի դասերն իզուր չէին եւ որ դրանք քեզ մեծ ապագա են խոստանում, քուրիկս է գրել։ Հա? Քիչ առաջ խոսեցիք ձեր կարոտից։
Հա, ես քուրիկը զագրել Նարինեն է նամակի հեղինակը, Իտալիայից եկավ ու հասավ Հայաստան այս նամակը։ Շնորհակալ եմ Նա ձեզ շատ։ շատ կարոտել է եւ շատ ուրախացավ եւ իմացավ, որ ինքը պետք է նամակը գրի։ Նարինե, շնորհակալ ենք անչափ, որ ուղարկել եք այս տաղավար ձեր սրտի խոսքը, որը հասավ իր հասցեատիրոջը եւ ձեր քույրը մեծ սիրով ընթերցեց յուրաքանչյուր բառը։ Կտանի իր հետ տուն։ Այո, միանշանակ։ Ռոզի, անչափ շնորհակալ եմ։ Իրականում չնկատեցի, թե ինչպես անցան րոպեները եւ արդեն մեր եթերային ժամանակը մոտենում է իր ավարտին։ Ես գիտեք, ուզում եմ ձեզ մաղթել արևոտ տրամադրություն, ինչպեսին եւ որ դուք արևոտ եք, թող ձեր կյանքն էլ միշտ արևաշատ լինի։ Եթե լինեն փոթորիկներ, թող այդ փոթորիկները շրջանցեն ու անցնեն ձեզ, որ դուք միշտ ժպտակ կյանքի բերկրանքից։ Շնորհակալ եմ, որ եկել եք։ Շնորհակալ։ Սիրելի հեռուստադիտող, շարունակեք հետևել մեր եթերներին։ Ես նորից ձեզ շնորհակալություն եմ հայտնում եւ իմ ջերմ ողջուններն եմ փոխանցում բոլորիդ։ Բարբերաբար ընթերցում ենք ձեր նամակները, ձեր մեկնաբանությունները։ Հավատացած եղեք, որ շատ հաճելի է։ Շարունակեք հետևել մեր եթերներին, իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ նոր ու հետաքրքիր կյանքի պատմություններով ու խոստովանությունով։